Բարև սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, խոսում բժշկության վերաբերյալ ամենակարևոր թեմաներից, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, նյարդաբան, եւ իմ գործընկեր Վարդան Շահինյանը, պլաստիկ վիրաբույժ։ Ռիփսիմե վստահ եմ տեղյակ ես, որ լյարդը մեր օրգանիզմի այն միակ եւ բացառիկ օրգանն է, որը հնարավորություն ունի ռեգեներացիայի, այսպես կոչված վերականգնման, որը իրեն տալիս է այն բացառիկությունը ոչ միայն իր մնացած բոլոր գործառույթների մեջ, այլ նաեւ այս ունակությամբ։ Այո, սա կարծես թե հրաշք լինի բնության կողմից տրված, որ կա մի օրգան, որը կարող է ինքնուրույն ռեգեներացվել եւ կարելի ասել նույնիսկ մասնատված վերականգնվել եւ աճել։ Անկամ մասնագետները վստահեցնում են, որ եթե 70% օրինակ հեռացնենք ախտահարված լյարդի, այդ ախտահարված 70%-ը եթե հեռացնենք, ապա այն մնացած հատվածը ժամանակի ընթացքում վերականգնվել, իհարկե հնարավոր է, որ նույն կերպ, նույն ձևով չվերականգնվի, բայց ֆունկցիոնալ առումով այն ունակ է վերականգնվելու եւ գործելու։ Հետաքրքիր չէ, լյարդը ինչքան գործառույթներ է անում, չեզոքացնում է բոլոր տոքսինները, պաշտպանում է մեզ, նյութափոխանակություն է կատարում, մի բան էլ ինքնակարգավորում եւ ռեգեներացում է։ Բավականին հետաքրքիր օրգան է, ինչպես ասացի, այնտեղ հարյուրավոր անգամ մինչև 1000-ին հասնող կենսական կարևոր գործառույթներ են կատարում։ Իդեպ այսօր մենք զրուցել ենք մեր առաջին հյուրի հետ հենց լյարդի վերաբերյալ, լյարդի հիվանդությունների վերաբերյալ եւ կանխարգելման վերաբերյալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ այսօրվա առաջին մեր հյուրին տաղավարը հրավիրել է, եկեք տեսնենք օրվա անոնսը, որից հետո տեղափոխվենք տաղավար։ Այսօր դիտեք ինչ ֆունկցիաներ է կատարում լյարդը մեր օրգանիզմում, ինչու են լյարդի որոշ հիվանդություններ ընթանում անցավ, որքանով են դրանք վտանգավոր եւ ինչպես կարելի է կանխարգելել լյարդի վնասումը, հատկապես ամռանամիսներին։ Ինչ է իրենից ներկայացնում չորաճք կոչվող խնդիրը, ովքեր են ավելի հակված ունենալու այս սինդրոմը եւ ինչպես կարելի է կարգավորել այն։ Ինչպես օգնել նորածիններին հաղթահարել ամառվա շոկը, խորհուրդներ մանկաբույժից նորաթուխ ծնողներին։ Ինչպես արագ եւ անցավ ազատվել կրկնակզակից, ինչպես նաեւ նվազեցնել ճարպային հյուսվածքները։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերում եւ այսօր խոսելու ենք լյարդի մասին։ Այն օրգաններից մեկի, որը մեր օրգանիզմում համարվում է ամենահամբերատար, ամենաաշխատասեր օրգանը, այն կատարում է 900 եւ ավել գործառույթներ մեր օրգանիզմում, կատարելով նյութափոխանակության եւ անգամ օրգանիզմից այդ թունավոր նյութերի մաքրման գործառույթները։ Եվ սրանով է շատ ժամանակ նաև պայմանավորված, որ լյարդի որոշ հիվանդություններ շատ ժամանակ լինում են լուռ եւ առանց տեսանելի ախտանշանների եւ սրանով նաև պայմանավորված հետագայում ունենում ենք լուրջ բարդություններ։ Այսօր մեզ հյուրընկալել է Medline բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգ եւ Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնի սոնոգրաֆիստ Հասմիկ Գրիգորյանը, ում հետ այսօր կզրուցենք լյարդի առողջության պահպանման, ճարպային լյարդի, հեպատիտների կանխարգելման եւ ախտորոշման կարեւորության մասին։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ Վարդան ջան, շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք տաղավար հյուրընկալվելու համար։ Սկսենք մեր այսօրվա հետաքրքիր զրույցը։ Առաջին հարցս. ինչու է լյարդի դերակատարությունը այդչափ մեծ մեր օրգանիզմում։ Լյարդը շատ կարևոր օրգան է մեր համար, քանի որ նա կատարելով 1000-ից ավել ֆունկցիաներ, ապահովում է մեր ամբողջ օրգանիզմի նյութափոխանակությունը, մասնակցում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի քայքայմանը, մետաբոլիզմին դրանց, վիտամինների, միներալների մետաբոլիզմին է նպաստում, ինչպես նաև մակարդելության եւ մեր համար շատ կարևոր սպիտակուցի ալբումինի սինթեզին է նպաստում։ Եվ ինչպես բոլորը չգիտեն, այսպես ասած, լեղի է արտադրում, ոչ թե լեղապարկն է լեղի արտադրում, այլ լյարդն է արտադրում, լեղապարկը ուղղակի կուտակելու հատկություն ունի, որը իր հերթին նպաստում է մի շարք այլ ֆունկցիաների կարգավորմանը, ճարպերի քայքայմանը, բակտերիոցիդ ազդեցության եւ այլ բազմաթիվ ֆունկցիաների կատարմանը։ Մեկ sense եթե ամբողջացնենք շատ բազմաթիվ ֆունկցիաներ է օրգան է մեր օրգանիզմի համար։ Եվ ասեցինք, որ շատ ժամանակ լուր ընթացք են ունենում լյարդի հիվանդությունները եւ սրանք հետագայում հանգեցնում են լուրջ բարդությունների։ Ինչու են լուր ընթանում, ինչու առանց տեսանելի ախտանշանների են ընթանում։ Քանի որ այսքան ֆունկցիա է կատարում, իր վրա վերցնելով շատ երկար կարողանում է իր ռեսուրսները պահել։ Երկրորդ ցավային ընկալիչներ չունենալով մեր լյարդը երկար ժամանակ իրենց գազնել չի տալիս, այսպես ասած,
եւ 70-80% ախտարումների ժամանակ նոր կլինիկորեն սկսում է դրսևորել, քանի որ հիմնական հիվանդություններն էլ ընթանում են շատ երկարատև, 20-30 տարի կարող է տևել, նոր հասնի վերջնական փուլերի, լյարդի ցիրոզի, այսպես ասած, նոր կլինիկորեն դրսևորվի։ Այդ պատճառով լավ կլինի հաճախակի հետազոտենք։ Բժշկուհի, ինչ նշանների ի հայտ գալու դեպքում կարող ենք խոսել եւ տեսնել եւ մտածել, որ կա լյարդի վնասում։ Նախ ցավոք սրտի սկզբի շրջաններում, ինչպես ասեցինք, անախտանիշ է լինում ընթացքը։ Հետագայում արդեն կարող է լինել ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, հոգնածություն, հետագայում արդեն մաշկի եւ աչքի մեջ դեղնություն նկատվի, կարող է լինել կապտուկներ անհասկանալի պատճառով ինքնուրույն առաջացող, արյունահոսությունների պատճառ լինել քթային, լնդային կամ ստամոք-սաղիքային տրակտից եւ այլ լուրջ գանգատներ, որոնցով կարող են դիմել մեզ պացիենտները։ Որոնք են այս խնդիրների առաջացման հիմնական պատճառները եւ ինչպես է հնարավոր սրանք կանխարգելել։ Հիմնական պատճառները սկսած վիրուսային հեպատիտներից, հաջորդը համաշխարհային գլոբալ խնդիր դարձած մետաբոլիկ ախտարումները, այսինքն ինսուլինառեզիստենտությունը, շաքարային դիաբետի իր հերթին, ալկոհոլի օգտագործումը, երկարատև պարբերաբար օգտագործումը, աուտոիմուն գենետիկ մակարդակով խնդիրները կարող են տանել լյարդի ախտահարման եւ այլ վիրուսային ծագման խնդիրներ, որոնք պետք է հետազոտվել եւ պարբերաբար հսկել։ Հաղորդման սկզբի հատվածում ես խոսեցի ճարպային լյարդի մասին, այս տերմին օգտագործեցի։ Եկեք բացենք եւ պարզենք, թե ինչ է ճարպային լյարդը։ Ճարպային լյարդը կամ այլ կերպ ասած մետաբոլիկ ասոցացված լյարդի ճարպային հիվանդությունը, ինչու մետաբոլիկ, որտեղ արդեն գիտենք հիմնական պատճառը հանդիսանում է ինսուլինառեզիստենտությունը, որն էլ տանելով շաքարի չներծծմանը, նորմալ չքայքայմանը, տանում է հավելյալ ճարպի կուտակման լյարդում, իհարկե նորմայում ճարպը կուտակում է լյարդում, բայց այս դեպքում ավելի շատ գեր կուտակում է լինում, որի պատճառով էլ բջիջներում կուտակվելով ճարպը վնասում է մեր լյարդը փոխարինելով կոպիտ հյուսվածքով, այսինքն ֆիբրոզի զարգացմանն է տանում։ Անգամ եթե ունենք ճարպային լյարդ, կա հավանականություն եւ ճանապարհ, որպեսզի այն վերադառնա իր նորմային։ Նախնական փուլերում այո, կարողանում ենք հասնել դրան։ Առաջին հերթին իհարկե էնդոկրինոլոգների, սննդաբանների հետ համատեղ գործակցելով, ցանկալի է ֆիզիկական ակտիվություն եւ սննդակարգ պահել, ինսուլինակայունությունների կամ եթե արդեն ունենք շաքարային դիաբետ, այդ փուլում արդեն դեղորայքով կորեկցիա անելով փորձում ենք հասնել դրան։ Այսինքն այստեղ պետք է եւս մեկ անգամ փաստենք, որ այո, գենետիկ ֆակտորը, գործոնների ներգործությունը, ազդեցությունը մեծ է, բայց եւ նշեցիք, որ պետք է սննդակարգ, հետեւել ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվություն, այսինքն սրանք միայն իրար հետ համագործակցելու արդյունքում կարող են ակնկալել։ Այո, մենք չունենք ինչ որ դեղորայք, հեպատոպրոտեկտորներ եւ այլ խմբի դեղորայքներ, որոնցով կարողանում ենք լյարդին օգնենք։ Դեռևս ստեղծված չեն այդպիսի դեղեր, ցավոք։ Բժշկուհի, շատ կարծում եմ շատերի մոտ առաջացած մի հարց եմ մտալու, արդյոք նիհար մարդը կարող է ունենալ ճարպային լյարդ։ Ճիշտ է, ասում ենք, որ հավելյալ քաշը, գիրությունը, որովայնի առաջային պատի ճարպաբջջանքը ֆակտորներից մեկն է, որ կառաջանա մետաբոլիկ լյարդ, սակայն միանշանակ չէ, որտեղ մենք ունենք ընկալչային մակարդակով ենթաստամոքսային գեղձի խնդիր, որն է տանում է արդեն ինսուլինակայունության եւ ճարպի կուտակման լյարդում։ Այսինքն հնարավոր է ունենալ ճարպային լյարդ։ Որոնք են այն հիմնական սխալները, որոնք որ թույլ են տալիս մարդիկ, բուժառուները ինքնաբուժում կատարելուց։ Երբ գալիս են ձեզ մոտ, ասում են մենք այսպես փորձեցինք մեզ բուժել, չհասանք արդյունքի, ունեցանք խնդիր եւ մոտեցանք ձեզ։ Դրանից որ ինքնաբուժումը շատ վատ բան է, որ մեր երկրում ցավոք շատ է տարածված։ Նախ ինչ որ թուրմեր են օգտագործում, որոնք վնասից բացի կարան ուրիշ բանի չտանեն, օգուտ չտան բացարձակ։ Երկրորդ ինչ որ դետոքսներ են անում անհիմն, որոնք կարող են էլ ավելի վատացնել պացիենտի վիճակը, քանի որ իրանք տանում են լուծի առաջացման, շաքարի կտրուկ տատանումների, որը էլ ավելի է վնասում։ Դրա համար խորհուրդ կտամ, որ չանեն ուղղակի եւ ժամանակին դիմեն բժշկի։
Խոսենք նաև մի առանձին այսպես խումբ հիվանդությունների մասին, որոնք շատ հազվադեպ չեն, այսինքն բավականին հաճախ են հանդիպում հեպատիտների մասին։ Ինչ տեսակի հեպատիտներ կան, հա, A, B, C, ինչպես են սրանք առաջանում, փոխանցվում, ինչպես կարելի է կանխարգելել։ Սա գիտեմ, որ մի առանձին խումբ է, որի մասին կարելի է անվերջ խոսել, բայց փորձենք ներկայացնել։ Վիրուսային հեպատիտները ունենք մի քանի տեսակ՝ A, B, C, D, E եւ G։ G-ն շատ հազվադեպ հանդիպող եւ մեր երկրում այսինքն ամբողջ աշխարհում դեռևս լավ չուսումնասիրված տեսակ է։ A-ն եւ E-ն սննդի եւ ջրի միջոցով է փոխանցվում, սրանք քրոնիզացիա չեն տանում։ Շատ լավ է, բարեբախտաբար, սակայն B-ն եւ C-ն տանում են քրոնիզացիայի, բայց C-ն այժմ ամբողջ աշխարհում բուժելի է եւ մեր առաջ դրված է նպատակ ամբողջ աշխարհից վերացնել հեպատիտ C-ն։ Դա բուժառունային տրվում է հիմնական դեպքերում անվճար դեղորայք ազգային ծրագրով հատուցվող 3 ամսվա կուրս է եւ հեպատիտ C-ն 95% դեպքերում բուժվում է։ Ցանկացած փուլում բժշկուի ախտորոշման։ Ցանկացած փուլում, այո, հեպատիտ C-ն բուժվում։ Սա կարծում եմ բժշկության մեջ շատ իհարկե, այո, կարող ենք չբուժել, բայց գոնե իրանց առաջացած հետևանքը բուժում ենք։ Հեպատիտ B-ի մասին ամեն դեպքում կուզեմ ասեմ, որ հեպատիտ B-ի համար ստեղծված են դեղորայքներ, մենք փորձում ենք իրեն մաքսիմալ ճնշել, դեռևս չենք կարողանում վերջնական էլիմինացիա անել օրգանիզմից, սակայն ճնշելով երկրացնում ենք կյանքի տևողությունը, վիճակը պացիենտի, այսինքն չենք թողում բարդություններ զարգանան հնարավորինս։ Ինչ կասեք վաղ ախտորոշման վերաբերյալ։ Ինչպես կարող ենք վաղ ախտորոշել, ինչքանով է կարևոր վաղ ախտորոշումը հետագա բարդություններից խուսափելու համար։ Վաղ ախտորոշումը իհարկե շատ կարևոր է մեր համար, ինչքան շուտ հայտնաբերեցինք հիվանդությունը, այնքան շուտ կբուժենք կամ գոնե կկանխարգելենք դրանից առաջացող բարդությունների զարգացումը։ Եվ օրինակ հեպատիտ B-ն մինչ այդ կարող ենք պատվաստել, եթե չենք հայտնաբերում, պատվաստենք բավականին օգուտ կտանք կամ նույն լյարդի ճարպային հիվանդություն, եթե վաղ շրջանում հայտնաբերենք, մենք չենք ունենա բարդությունների զարգացում մինչև ցիրոզի առաջացում չենք տանի։ Այդ պատվաստման վերաբերյալ ում է առավել ցուցված պատվաստումը, երբ է անհրաժեշտ կատարել, ինչ փուլայնությամբ է կատարվում պատվաստումը հեպատիտ B-ի մասով։ Հեպատիտ B-ն ցանկալի է ծնված օրվանից այժմ անում են հեպատիտ B-ի պատվաստում, եթե չեն արվել միջ այդ, ցանկալի է ցանկացած անձով չունի հեպատիտ B պատվաստվի, քանի որ դա նպաստում է նրան, որ չենք վարակվում հետագայում հեպատիտ B-ով եւ սա տևում է 0, 1 եւ 6 ամիսների ընթացքում, այսինքն 3 անգամ է լինում, որը ապահովում է մեզ 10 տարվա իմուն համակարգ, ակտիվ իմուն համակարգ եւ չի թվում 10 տարիների ընթացքում վարակվենք։ Իսկ հետագայում նորից հնարավոր է պատվաստել։ Դրանից հետո արդեն ստուգում ենք հակամարմինների քանակը, եթե ցածր է լինում, այդ դեպքում ցանկալի է նորից պատվաստվել։ Շատ բարի։ Եկեք մի փոքր խոսենք ամռան ամիսներին ինչպես պաշտպանել լյարդը։ Ընդհանրապես ամբողջ օրգանիզմի համար սկզբից կասեմ, սկսենք արևի ճառագայթներից մի քիչ խուսափենք, բավական քանակ հեղուկ օգտագործենք, քանի որ ամառ է, օգտագործենք բազմաթիվ մրգեր, բանջարեղեններ, ֆիզիկական ակտիվություն եւ առողջ սնունդ։ Մի քանի խորհուրդներ, կարճ, 3-4 խորհուրդ կցանկանայի, որպեսզի մեր հեռուստատեղիներին ուղղեիք լյարդի առողջության պահպանման համար։ Սկսենք նրանից, որ ինքնաբուժությամբ չզբաղվեն պացիենտները, պարբերաբար հետազոտվեն, գոնե 6 ամսից 1 տարին 1 անգամ եւ սննդակարգին հետևեն պարտադիր։ Բժշկուի, տարեկան, որ ասում ենք պետք է հետազոտվել վաղ ախտորոշման համար 6 ամսից մինչև 1 տարի, հա, այս տեղության մեջ ինչ անալիզներ, ինչ օրինակ արյան անալիզի մեջ ինչ ցուցանիշներին եք դուք ուշադրություն դարձնում, որը կարող է հուշել, որ կա խնդիր կապված լյարդի վնասման հետ։ Սկսենք արյան ընդհանուր անալիզից, արյան ընդհանուր անալիզի մեջ թրոմբոցիտների փոփոխություն ենք ունենում, այսինքն ցիրոզի փուլերում արդեն մենք ունենում ենք թրոմբոցիտների քանակի իջեցում։ Մյուսը էրիթրոցիտների, այսինքն արյան կարմիր գնդիկների փոփոխություն ենք ունենում, ելի կարող ենք արյան կորուստի պատճառով, լյարդի ոչ նորմալ ֆունկցիայի պատճառով ունենանք դրա կորուստ եւ բորբոքման ցուցանիշները իհարկե լեյկոցիտներն են, որոնք կարող են հուշել, որ ինչ որտեղ բորբոքում կա։
Իսկ օբյեկտիվ հետազոտություններից առաջին, հետազոտությունը, որը որ ձեզ օգնության է հասնում, դա սոնոգրաֆիկ հետազոտությունն է։ Սոնոգրաֆիկ առաջի հերթի իհարկե մաշկ, տեսանելի լորձաթաղանթներ, քանի որ մաշկը կարող է դեղնել, աչքի մեջ դեղնել, լյարդի խնդիրների ժամանակ ունենում ենք անոթային աստղիկներ կրծքավանդակի վերին հատվածներում, որոնք կարող է հուշել զարգացող ցիրոզի մասին։ Մյուսը իհարկե սոնոգրաֆիան է, այդ պատճառով ես ընտրեցի սոնոգրաֆիայի երկրորդ մասնագիտացումս։ Փորձեցի ինֆորմացիան ինչ-որ Դե շատ կարևոր է նախնական փուլերում հիմնական դեպքում լյարդը դիֆուզ փոփոխվում է, հետագայում արդեն իրենց առաջացած բարդություններն ենք տեսնում։ Հեղուկի կուտակում, լայնացած անոթներ, որոնք հուշում են ցիրոզի մասին։ Իսկ ցիրոզի հետ կապված ասացիք, որ օրինակ հեպատիտ B-ն եթե ունենում ենք 95%, բուժելիություն, հեպատիտ C, այո, բայց ասացիք, որ ցիրոզի հետևանքները նույնպես կարողանում ենք քողարկել, թեթևացնել եւ սրանով իսկ կյանքի տևողության, վրա կարողանում ենք ինչպես որակը, այնպես էլ տևողությունը կարողանում ենք երկարացնել։ Դեղորայքներով սկզբնական շրջանում իհարկե էնդոսկոպիկ մեթոդներով, եթե լայնացած անոթներ ունենք կերակրապում, դրանք կապելով, կոպիտ ասեմ, փորձում ենք ամեն դեպքում հնարավորինս բարդություններից խուսափենք։ Շատ լավ։ Անչափ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար բժշկուհի։ Շնորհակալ եմ Վարդան։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ դարձավ, որ լյարդի առողջության պահպանման համար, ինչպես նաև լյարդի խնդիրների առաջացման համար միայն գենետիկ գործոնները չեն, որ պատասխանատու են, այլ նաև հասկացանք, որ ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը եւ կանխարգելումը կարող են ձեզ օգնել, որպեսզի խուսափեք հնարավոր բարդություններից եւ պահեք ձեր լյարդը առողջ։ Հիշեք, որ լյարդն ամեն ինչ համբերող օրգան է եւ ցավոք սրտի հենց այստեղ է, որ հետագայում այն լուր, բայց տագնապում է։ Եղեք առողջ, պահպանեք ձեր լյարդի առողջությունը եւ հիշեք, որ լավագույն պաշտպանությունը դա կանխարգելումն է եւ պարբերաբար հետազոտությունն է։ Հիշեցնեմ, որ հաղորդման մեր հյուրն էր Medline Clinic բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգ, ինչպես նաեւ Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնի սոնոգրաֆիստ Ասմիկ Գրիգորյանը։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը խորհուրդ մասնագետից էջով։ Ողջույն, ես ակնաբուժ Լիլիթ Մնացականյանն եմ։ Այսօր ուզում եմ խոսել չորաչքի համախտանիշի մասին։ Եթե նախկինում այն ավելի հաճախ հանդիպում էր մեծահասակների մոտ, այժմ նաև նկատվում է մանկական տարիքում, եւ աճը իհարկե պայմանավորված է մեր ներկայիս կենսակերպով, դա գadgetների չարաշահումն է, կոնտակտային լինզաների կիրառումն է, տարբեր դեղամիջոցների օգտագործումը, ինչպես նաև երկարատև օֆիսային տարածքում աշխատանքը եւ օդորակիչների առկայությունը, ինչու չէ նաև տարբեր կոսմետիկ միջամտությունները, նաև կերատորեֆրակտիվ վիրահատությունները, միջամտությունները։ Ակնագնդի առաջային մակերեսը պատված է արցունկային շերտով, որը ունի եռաշերտ կազմություն, այն եթե արտաքինից գնանք դեպի ակնագունդ, արտաքին մակերեսային շերտը լիպիդայինն է, ջրայինը եւ ակնագնդին ամենամոտը դա լորձային շերտն է եւ յուրաքանչյուր շերտ ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը եւ յուրաքանչյուր շերտում թե որակական, թե քանակական շեղումը կարող է բերել չոր աչքի համախտանիշի։ Այդ արցունքային շերտի համաչափ տարածումը մեր ակնագնդի առաջային մակերեսին տեղի է ունենում մեր կոպերի բնականոն թարթումներով եւ հետեւաբար չոր աչքի համախտանիշ կարող է առաջանալ ինչպես արցունքի կազմի փոփոխության դեպքում, նաեւ մեր կոպերի թարթումների հազվական թարթումների հետևանքով 1 րոպեում 10 թարթում եւ պակաս լինելու դեպքում եւ հենց մանկական տարիքում էլ ամենահաճախ հանդիպող պատճառը դա կոպերի հազվական թարթումն է երկարատև գadgetներից օգտվելու պայմաններում, որի դեպքում եւ արցունքի գոլորշիացումն ակտիվ տեղի ունենում եւ միաժամանակ տարածումն է արցունքի խանգարվում ու նաեւ խանգարվում է մեր կոպերի հաստության մեջ գտնվող մեյբոմյան գեղձերի սֆինկտերների աշխատանքն է խանգարվում եւ լիպիդային այդ սեկրետի արտադրությունը խաթարվում է, որը բերում է արցունքի կազմի ոչ լիարժեք
բարեկեցությանը։ Այսինքն չոր աչքի համախտանիշը զարգանում է այդ արցունքային շերտի երկարատև անկայունությունից։ Սովորաբար այն բազմապատճառային է, չոր աչքի համախտանիշը կարող է լինել ակնային տարատեսակ հիվանդություններից սկսված մինչև սիստեմային հիվանդությունները, նաև հորմոնալ տեղաշարժերը եւ հիմնական պատճառները, որ պացիենտները գանգատվում են, դա կարող է լինել խիստ սպეციფიկ եւ ոչ սպეციფიկ գանգատներ։ Հիմնական գանգատները դա այրոցի մռմուռի զգացողությունն է, լուսաբախություն, արցունքահոսություն, նաև տեսողության ժամանակավոր աղավաղում եւ կոպերում ծանրության զգացողությունն է։ Այս համախտանիշը ունի առանձնահատկություն նրանով, որ շատ առատ սուբյեկտիվ գանգատների ֆոնի վրա մենք ունենում ենք շատ նվազ աղքատիկ օբյեկտիվ նշաններ եւ միաժամանակ այն կարող է ունենալ շատ թեթև դրսևորումից մինչև ծայրահեղ ծանր վնասում, բերելով եղջերաթաղանթում սպիական փոփոխությունների, խոցոտումների, նաև պերֆորացիայի, որը վերջի վերջո հանգեցնում է տեսողության սրության զգալի նվազմանը եւ հիվանդի հաշմանդամությանը։ Նախ ախտորոշումը հիմնվում ենք պացիենտների գանգատների անամնեստիկ տվյալների վրա։ Հիմնական ուղղվածությունը, կանխարգելիչ ուղղվածությունը 3-20-ների կանոնն է, երբ երկարատև աշխատանքի ժամանակ, գադջետների, էկրաններից օգտվելու ժամանակ պետք է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 20 վայրկյան նայել 20 ֆիտ հեռավորության վրա, մոտավոր 5-ից 6 մետր հեռավորության վրա, ժամանակ առ ժամանակ թարթել, փակել աչքերը, չմոռանալ թարթումների մասին, օդափոխել սենյակը, խոնավեցնել սենյակի օդը եւ նաեւ որքան հնարավոր է ազատ ժամանակ գտնելու դեպքում գտնվել մաքուր օդում։ Խորհուրդ եմ տալիս, եթե նույնիսկ չունեք գանգատներ, ցանկալի է ժամանակ առ ժամանակ տարվա մեջ գոնե մեկ անգամ դիմել բժշկի եւ ճիշտ խորհուրդներ ստանալ։ Ամառային շոկը իսկական փորձություն է ոչ միայն մեծահասակների, այլ նաև փոքրիկների, հատկապես նորածինների համար, ովքեր չեն կարող արտահայտել իրենց հույզերը կամ դժգոհությունը։ Ինչպիսի հագուստ պետք է նորածինները կրեն, ինչպես պետք է ապահովել նրանց հարմարավետությունը, հատկապես շոկ եղանակին, այսօր կխոսենք հենց այդ թեմայի շուրջ։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռիչ նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Իսկ իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանը։ Ողջույն, Թամարա։ Ես ուրախ եմ նորից ձեզ այստեղ տեսնել։ Եկեք սկսենք նախ նրանից, ինչպես պետք է նորածինների համար հագուստ ընտրել, ինչ սկզբունքով նախապատրաստվել։ Կարծում եմ դուք եւս այդ փուլում եք։ Այո, ընդհանրապես նորածինի համար հագուստ ընտրելիս մենք պետք է նախապատվությունը տանք բնական կտորից պատրաստված հագուստին, որը պետք է լինի ազատ, շնչող, առանց ավելորդ դետալների։ Նորածինի դեպքում հիմնական ընտրությունը կանգ է առնում բամբակյա հագուստի վրա։ Ամառային իհարկե մի փոքր կա կախվածություն, թե որ տարածաշրջանի մասին ենք մենք խոսում, բայց մեծ մաս դեպքերում հագուստի մեկ շերտը երեխայի դեպքում, նորածնի դեպքում ամառային օրերին լինում է բավարար։ Դե ինչ, սկսենք նախ այն հատվածից, ինչպես է շոկը ազդում նորածինների վրա, ինչպես պետք է խուսափել գեր տաքացումից եւ իհարկե երեխային հարմարավետ պայմաններ ապահովել։ Այո, շատ կարևոր թեմա է, հատկապես հաշվի առնելով, որ ամառային շոկորերը արդեն իսկ սկսված են։ Նշեմ, որ նորածնի մոտ ջերմակարգավորման կենտրոնը դեռևս ամբողջությամբ զարգացած չէ եւ երեխայի մոտ հեշտությամբ կարող է առաջանալ գերտաքացում։ Երբեմն այդ գերտաքացումը, որին միգուցե ծնողները այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, շատ ավելի վտանգավոր է նույնիսկ քան գերսառեցումը։ Դրա համար մենք ունենք մի քանի նշաններ, որոնց պարտադիր պետք է ուշադիր լինեն մայրիկները ժամանակին հասկանալու, որ նորածնի մոտ կա գերտաքացում։ Դա առաջին հերթին նորածնի մաշկային ծածկույթների գնահատումն է։ Եթե մաշկը կարմիր է, տաք, շոշափելիս առկա է խոնավություն, կպչունք, այո, կպչուն քրտինք, դա նշանակում է, որ մենք գործ ունենք գերտաքացման հետ։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել նաև նորածնի ծոծրակային հատվածին, եթե այն գերտաքացած է խոնավ, նշանակում է, որ մենք արդեն իսկ առաջացրել ենք փոքրիկի մոտ գերտաքացում։ Այո։ Ինչպես նաև գերտաքացում
ընթացքում ազդում է երեխայի վարքի վրա։ Երեխան կարող է լինել անհանգիստ, անդադար լաց լինել երեխայի մոտ, նույնիսկ արտահայտված գերտաքացման դեպքում կարող է հրաժարվել արդեն կրծքից, ինչպես նաև առաջանան քնի տարաբնույթ խանգարումներ երեխաների շրջանում։ Հետաքրքիր իհարկե դրույթներ նշեցիք, մեր հատկապես հայր մայրիկների, տատիկների, առհասարակ ընտանիքի անդամների սերը կարծում եմ արտահայտվում են նաև այդպես շատ տաք հագցնելը, կարծես թե այդպես խնամքը ավելի լավ է ապահոված, բայց արի ուտես, որ մենք կարող ենք նաև գերտաքացում ունենալ եւ վնասել փոքրիկին։ Իսկ ինչ կասեք հագուստի մասին, ինչպես պետք է ընտրել հագուստը, խոսեցիք, որ մեկ շերտ է ցանկալի, բայց արդյոք կտորը եւ հումքը կարեւոր է այս դեպքում։ Տարվա շոգ օրերին մենք նախապատվությունը պետք է տանք բնական կտորից պատրաստված հագուստին։ Հագուստը պետք է լինի ազատ, շնչող, զերծ ավելորդ դետալներից, եթե խոսքը գնում է հենց նորածնի մասին, այն պետք է լինի ցանկալի է իհարկե, որ լինի բամբակյա։ Սովորաբար կախված է իհարկե մի փոքր տարածաշրջանից, բայց ամառային օրերին հագուստի մեկ շերտը բավարար է նորածնի դեպքում։ Մայրիկները շատ հաճախ ունենում են մտավախություն, արդյոք հագցրել են նորածին եղանակին համապատասխան եւ գոյություն ունի մի փոքր այսպես օգնող ուղղորդող սկզբունք։ Մենք նորածին հագցնում ենք այնպես, ինչպես հագնված ենք ինքներս եւ ապահովության եւ երբեմն մեր հանգստության համար կարելի է կիրառել լրացուցիչ եւս մեկ բարակ շերտ եւ այդքան արդեն բավարար է նորածին։ Լավ կողմնորոշիչ, այսպես ասած, հուշում էր, շատ լավ։ Եկեք քննարկենք նաև լոգանքը։ Ես գիտեմ, որ նորածիններին նույնիսկ ամեն օր թույլատրելի է եւ ցանկալի։ Ինչ կասեք այդ մասին, լոգանքը ինչպես ապահովել, արդյոք այդ լոսյոններ, օճառներ պետք է կիրառել թե ոչ։ Այո, ընդհանրապես անկախ եղանակային պայմաններից նորածինների դեպքում ամենօրյա լոգանքը ցանկալի է, իսկ տարվա շոգ օրերին արդեն նույնիսկ դառնում է պարտադիր։ Լոգանքը մենք կատարում ենք 36-ից 37 աստիճանի ջրի պայմաններում, կարիք չկա շատ սառը ջրով երեխային լողացնելու։ Ցանկալի է լոգանքի process-ը, այդ գործողությունը տեղափոխել դեպի օրվա երկրորդ կես կամ քնելուց առաջ, որպեսզի գիշերային քունը լինի ավելի հանգիստ երեխաների մոտ։ Ըստ արդեն օդի ջերմաստիճանի երեխայի իրավիճակի կարելի է օրվա ընթացքում կազմակերպել լրացուցիչ այսպես փոքրիկ լոգանքներ նաև երեխայի համար։ Շատ լավ, խոսեցիք նաև քնի մասին։ Դա երևի թե կարելի է այդպես քնի ռիտուալից մեկը լինի, որպեսզի երեխան նախապատրաստվի քնի, շատ լավ սովորություն կդառնա։ Իսկ ինչ կարելի է օրինակ քնելուց առաջ երեխային ինչով պետք է քնացնել կամ օդափոխություն ապահովել, որպեսզի մաքսիմալ հարմարավետ եւ առողջ ու կայուն քուն ունենա երեխան եւ մայրիկը եւս։ Ցանկալի է սենյակում իհարկե ապահովել 22-ից 24 աստիճան ջերմաստիճան, ինչպես նաև օդի խոնավությունը պետք է լինի 50-ից 60%-ի սահմաններում, դրան կարելի է հասնել սենյակը հաճախակի օդափոխելով, ցանկալի է խուսափել միջանցիկ քամուց, ինչպես նաև կարելի է օգտագործել հատուկ սարքավորումներ օդի խոնավությունը պահպանելու համար, երեխային պետք է հագցնել ըստ եղանակի եւ եթե մայրիկը կամ ծնողը առհասարակ զգում է, որ երեխայի մոտ առաջացել է գերտաքացում, պետք չէ վախենալ երեխային ամբողջությամբ մերկացնելուց, պարտադիր չի երեխան քնելիս օգտագործի ինչ-որ հագուստ կամ ծածկոցներ, նույնիսկ ամառային օրերին ծածկոցների անհրաժեշտություն Հայաստանի մեծ մաս տարածաշրջաններում կարելի է ասել, որպես այդպեսին չկա։ Եվ կարծում եմ, որ այդ մեկ շերտն էլ թեկուզ, նույնիսկ այդ սավանի դերը կկատարի, այսինքն կամ գոնե բարակ ծածկոց կամ մեկ շերտ ինչ-որ։ Կարելի է ընտրել որևէ մեկը, կամ մեկ շերտ բարակ հագուստ, կամ ինչ-որ բարակ շնչող կտորից պատրաստված ծածկոց։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր օգտակար խորհուրդների համար։ Թամարա, եթե ունեք ընդհանուր ամփոփիչ խորհուրդներ, մայրիկները ինչպես նախապատրաստվեն կամ փորձով ձեր կիսվեք, որովհետև դուք կարծես թե եւս այդ փուլում եք եւ հիմա շատ ակտիվ նախապատրաստական փուլում կգտնվեք, խնդրեմ կիսվեք ձեր փորձով, ինչ եք խորհուրդ տալիս։ Իհարկե, նորածնի խնամքը, ինչպես ամառային, այնպես էլ ցուրտ օրերին, պետք է լինի ամենօրյա։ Երեխան կարիք ունի մաշկի խնամքի ամեն օր, լոգանքից հետո անկախ նրանից խոսքը գնում է շոգ թե ցուրտ օրերի մասին, մենք պետք է օգտագործենք խոնավեցնող քսուկներ երեխայի մաշկի համար։ Լոգանքից հետո հատկապես ամառային օրերին շատ կարևոր է ուշադրություն դարձնել բնական ծալքերի հատվածներին, որովհետև խոնավությունը մնալով այնտեղ կարող է դառնալ շփաբորբի պատճառ։ Եթե նորածնի մոտ արդեն իսկ առաջացել են ծալքերի շրջանում կամ տակտիրի շրջանում շփաբորբի երևույթներ, մենք պետք է օգտագործենք ցինկի օքսիդ պարունակող քսուկներ կամ պանտենոլ պարունակող
հանդիպող քսուկները եւս շատ արդյունավետ են տվյալ իրավիճակներում։ Ձեռքի տակ կարելի է ունենալ հատուկ նորածնային մանկական թաց անձեռոցիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ եւ բորավետ նյութեր, լրացուցիչ, այսպես մաքրումներ իրականացնելու համար, լրացուցիչ կոմֆորտ ապահովելու համար, կարծում եմ այսքանը բավարար կլինի արդեն նորածնի մաքսիմալ հարմարավետությունը ապահովելու համար։ Ես էլ եմ կարծում, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր այսօր Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանը, ում հետ խոսեցինք երեխաների, մասնավորապես նորածինների խնամքից, ճիշտ ընտրված հագուստից եւ իհարկե շրջակա միջավայրից։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տաղդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռիչ նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Իսկ այս պահին տեղափոխվենք մեր գործընկեր Implantum Aesthetic բժշկական կենտրոն։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, գտնվում ենք Implantum Aesthetic բժշկական կենտրոնում։ Այսօր զրուցելու ենք Viora V Forum տեխնոլոգիայի մասին, որն օգնում է ազատվել կրկնակզակից եւ ավելորդ ճարպային հյուսվածքներից։ Եվ այսօր կզրուցենք կենտրոնի կոսմետոլոգ Լիանա Մարգարյանի հետ։ Ողջույն Լիանա։ Viora սարքին կարծես թե մենք անդրադարձել ենք 1-2 անգամ, ինչով է տարբերվում V Form-ը հենց, դա արդյոք տեխնոլոգիան է, սարքի գլխիկի տարբերությունն է եւ ինչպես այն օգնում ազատվել ավելորդ ճարպային հյուսվածքներից։ Ինչպես արդեն գիտեք, Viora V30 սարքը առկա է միայն մեր կլինիկայում, ամբողջ հանրապետությունում, ունի տարբեր գլխիկներ, որոնցից յուրաքանչյուրը ունի տարբեր ֆունկցիաներ։ V-Form-ը Viora V30-ի գլխիկներից մեկն է, որը համատեղում է ռադիոհաճախականությունը եւ վակուումը, բարելավում է մաշկի տոնուսը, նպաստում է երիտասարդացմանը, նվազեցնում ցելյուլիտը եւ մարմինը բերում է կոնտուրինգի, ինչպես նաեւ դեմքը։ Այո, կարծես թե խոսում ենք հենց կրկնակզակի, բայց կարելի է մարմնի ցանկացած հատված, որը պահանջում է այսպիսի միջամտություն, եւս իրականացնել, արդյունքը միանգամից է տեսանելի լինում, թե մի քանի պրոցեդուրաներից հետո հետաքրքիր է։ Արդյունք ունենում ենք հենց անմիջապես առաջին այցից հետո, սակայն պետք է պահպանել որոշակի կուրս, 6-ից 12 սեանս է պարունակում, կախված է խնդրից եւ մաշկի վիճակից։ Յուրաքանչյուր բուժում անհատական է։ Մարմնի հիմնականում որ հատվածներն են բացի կրկնակզակը, օրինակ ցանկանում շտկել այս մեթոդով, որի համար է ավելի էֆեկտիվ։ Շատ բազմաֆունկցիոնալ է եւ արդյունավետ եւ ավելի նպաստավոր է այն հատվածներում, որտեղ ունենք տեղային կուտակումներ, արդյունավետ է որովայնի, ազդրերի, ձեռքերի, գոտկատեղի, ինչպես նաեւ շատ կանայք ունեն պարանոցի հատվածում սապատ, պետք է ասեմ, որ շատ լավ ազդում է այդ սապատի վերացմանը, շատ արդյունավետ է։ Այո, այ շատ կարևոր բան շեշտեցիք, որովհետև շատերը կարծում են, որ դա ուղղակի օստեոխոնդրոզի դրսևորում է, բայց մենք գիտենք, որ դա ճարպային կուտակում է։ Իսկ հետաքրքիր է կան հակացություններ, թե ոչ։ Այո, ինչպես բոլոր բուժական միջամտություններն, այնպես էլ Viora-ն ունի հակացումներ V-Form-ը, բայց հակացումները շատ քիչ են, հիմնականում չեն կիրառում հղիության ժամանակ, եթե կան օնկոլոգիական խնդիրներ, մաշկային հիվանդություններ, նախապես պետք է խորհրդատվության մոտենան, որպեսզի ավելի արդյունավետ եւ անվտանգ լինի բուժումը։ Իհարկե կարևոր է նաև նշել ցավոտ է թե ոչ, նախապատրաստվում են, ցավազրկվում է թե ոչ մաշկի այդ հատվածը, որտեղ պետք է գործընթացը կատարվի եւ իհարկե վերականգնողական շրջան պահանջվում է թե ոչ։ V-Form-ը անցավ պրոցեդուրա է, բոլորովին ցավ չեն զգում, նման է տաք մերսման, ունի ունի հանգստացնող եւ թուլացնող ազդեցություն, ռադիոհաճախականությունը նպաստում է մաշկի խորը շերտերի տաքացմանը, որի հետևանքով բարելավում է կոլագենի եւ էլաստինի սինթեզը, դա էլ նպաստում է մաշկի ձգմանը եւ երիտասարդացմանը, իսկ վակուումը նպաստում է լիմֆոդրենաժին եւ շրջանառության բարելավմանը, որի հետևանքով լինում է մաշկի կրճատում։ Այսինքն հակահայտության էլ որոշակի էֆեկտ է ունենում։ Եվ վերականգնողական շրջան պահանջում է թե ոչ, կարմրություն, տեղային ինչ-որ ռեակցիաներ կարող են դիտվել։ Այո, պրոցեդուրայից անմիջապես հետո լինում է թեթև կարմրացություն, սակայն
1-2 ժամ հետո կարելի ասել, այդ կարմրացությունը անցնում է, վերականգնողական շրջան չկա, կարելի է միանգամից վերադառնալ իրենց առօրյա կյանքին, եւ իհարկե ակտուալ հարցը չմոռանանք սեզոնի վերաբերյալ, արդյոք ամռանը կարելի է կատարել, արևային լոգանքներից առաջ որևէ հակացուցում կա թե ոչ։ Ոչ մի հակացում չունի, կարող են կիրառել ամառվա ընթացքում, իրենից ոչ մի բարդություն չի առաջացնում։ Շատ լավ, եւ Լիանա, խնդրեմ ասեք, կան որոշակի խորհուրդներ, որ դուք տալիս եք պրոցեդուրայից հետո ավելի լիարժեք կամ ինչ ոչ երկարատև արդյունքը պահպանելու համար։ Այո, մենք խորհուրդ ենք տալիս բուժառուներին, որպեսզի օրվա ընթացքում շատ ջուր խմեն, որպեսզի օրգանիզմը մաքրվի, հետևեն առողջ սննդակարգին, ֆիզիկապես լինեն ակտիվ, արդյունքը պահպանվում է 6-ից 12 ամիս, պահպանողական կարելի է կատարել ամիսը 1 անգամ, ավելի երկարատև արդյունք ունենալու համար։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Խորհուրդները, որ հնչեցրեց Լիանան, կարծում եմ ցուցված են բոլորին։ Եվ այս խորհուրդներին հետևելը կարծում եմ, որ շատ կարևոր է ողջ տարվա ընթացքում եւ գրեթե բոլոր պրոցեդուրաներից հետո խոսեցինք Viora V-Form տեխնոլոգիայի մասին, որը թույլ է տալիս ազատվել ճարպային ավելորդ հյուսվածքներից եւ ամենախնդրահարույց կրկնակզակից եւ ոչ ցանկալի պարանոցային սապատից։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Implantum Aesthetic բժշկական կենտրոնում, խոսեցինք կենտրոնի կոսմետոլոգ Լիանա Մարգարյանի հետ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, կհանդիպենք։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքան, իսկ մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով։ Հաղորդման առաջին հատվածում այսօր խոսեցինք լյարդի մասին։ Պարզեցինք, թե ինչ դերակատարություն ունի այս օրգանը մեր օրգանիզմում, խոսեցինք այն մասին, թե ինչու են հատկապես լյարդի հիվանդություններ ընթանում լուր եւ ինչ վտանգներ սրանք կարող են իրենց տակ քողարկել, ինչպես նաեւ պարզեցինք, թե ինչպես է անհրաժեշտ կանխարգելել լյարդի վնասումը հատկապես ամռան շոկ ամիսներին։ Այնուհետև խորհուրդ մասնագետից էջում պարզեցինք ինչ է իրենց ներկայացնում չոր աճ կոչվող խնդիրը եւ ինչպես պետք է լուծել, ինչից խուսափել եւ ինչ կաթիլներ կամ միջոցներ կիրառել։ Մանկաբույժը տվեց խորհուրդներ նորաթուխ ծնողներին, թե ինչպես պետք է օգնեն նորածիններին հաղթահարել եւ պայքարել ամռան շոկ ամիսներին։ Դե իսկ գեղեցկության գաղտնիքներ էջում մենք ծանոթացանք եւս մեկ հետաքրքիր պրոցեդուրայի, որը կոչվում է Viora V-Form, փաստորեն կարելի է մի քանի պրոցեդուրայի միջոցով ազատվել կրկնակզակից եւ ավելորդ ճարպային հյուսվածքներից։ Դե ինչ, ինձ թվում է մեր հաղորդումը այսօր շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ էր, միջ հաջորդ եթեր։